Ախր ոնց իրեն զսպի Փաշինյանը, որ չհարամի իր իսկ որոշումը չհայհոյել։ Հատուկ այդ նպատակով ՔՊ-ն նախորդին էթիկայի կանոնագիրք է ընդունել։ Մի խանգարեք։ Ճիշտը, ավելի ճիշտ, հենց ճիշտ բառն է փրկում Փաշինյանին, որ դժգոհում էր։ Ընդդիմադիրները մեր պետական բյուջեն տենց էլ չհասկացան։ Լավ, տենց է ճիշտ չհասկացան, թե պետական բյուջեն հիմա մեր կանոնակարգով եմ առաջնորդում, էլի, փորձում եմ վարչական վարույթի տակ չընկնեմ կուսակցության ներս։ Ու քանի որ ինչպես ինքն է ասում, վարչական վարույթի տակ չընկավ, կարող է քաղաքական թիվ 1 ամբիոնի մոտ կանգնել ու բյուջեի մասին դաս տալ։ Պետական բյուջեն մի հատ տակառ է, որի մեջ լցնում ենք ջուր։ Մի հատ կանաչ դույլով ենք լցնում, մի հատ կարմիր դույլով, մի հատ դեղին դույլով, մի հատ շագանակագույն դույլով։ Հետո ծորակով ներքևից բացում ենք այդ ջուրը գալիս է։ Երբ որ այդ ջուրը գալիս է, մենք չենք կարող ասենք այս բաժակի մեջ դեղին դույլի ջուրը լցվեց, կանաչ, կարմիր թե կա, որովհետև պետական բյուջեն մի հատ ընդհանուր հասկացություն է։ Ով հասկացավ, թող ձեռք բարձրացնի, ասում են ընդդիմադիրները։ Արձանագրում, ձեռք բարձրացնողներ չկան։ Հայաստան խմբակցությունը փորձում է հնարավորինս հասկանալի բացատրել, թե ինչ նկատի ունեն ասելով 2026-ի բյուջեն ամենևին էլ բարեկեցության բյուջե չէ, ինչպես իշխանությունն է ներկայացնում։ Բավական է միայն հիշել պետական պարտքի չափը՝ ավելի քան 6 տրիլիոն դրամ։ 26 թվականին ամեն աշխատած 3 դրամից մի դրամը այս իշխանությունները դուրս են տալու, պարտք են տալու։ Մի մասը մայրգումարի սպասարկում, մի մասը տոկոսի։ Ընդդիմադիր падգամավորը պնդում է, Փաշինյանական կառավարությունը չի կարողացել պատասխանել իր այն հարցին, որը որպես խնդիր լուծում են մագիստրատուրայի առաջին կուրսի իր ուսանողները։ Համաձայնել անշարժ գույքի գործակալի առաջարկին, լողավազան կառուցել, վարձով տրվող տամբակում ավելի շատ գումար աշխատելու ակնկալիքով։ 10-ից 9 լուծում է։ Այն մեկը, որը չի լուծում, ոչ թե խելքը չի կտրում, այլ որովհետև անգյալա ծուլանում է, չի ասում։ Այս խնդիրը կառավարությունը չի լուծում, չի պատասխանում մեզ։ Այդ հավելյալ պարտքը, որը վերցրել ենք, մեզ ինչ հավելյալ բարեկեցություն է ապահովել, զտեք ներկայացրեք, որ հասկանանք։ Ինչպես թե ինչ հավելյալ բարեկեցություն եք ապահովել։ ՔՊ-ն Հայաստանում 2018-ից մինչ օրս 223895 աշխատատեղ է ստեղծել, հայտարարում է վարչապետը, կրկնում իր հայտնի թեզը. Հայաստանում աղքատներ չկան, կան իրենց խելքից աղքատներ։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով. աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով։ Որ աշխատանքը ապահովի ձեր բարեկեցությունը, կրթվեք, մարդիկ, ասում է վարչապետը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը իր բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք անել։ Էլի է պետք վերադառնալ կրթությանը եւ աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Փաշինյանի համար քայլող խնդրեմ են առողջ, բայց իր խոսքով տնտեսապես պասիվացած մարդիկ։ Այդ իր համար է խնդրեմ, բայց իր ընտանիքի մնացած հատվածի համար էլ է խնդրեմ։ Տպավորություն է, ուր որ է Փաշինյանը կասի պետության համար էլ խնդրեմ են թոշակառուները։ Ասում եք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11000 դրամով կամ 10400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Փաշինյանական կառավարությունն ավելի լավ գիտի, թե որն է թոշակառուի առաջնային ծախսը՝ առողջապահության ապահովագրությունը։ Հենց դրա համար էլ 2026-ին թոշակ չեն բարձրացնի, բայց պետության հաշվին կապահովագրեն թոշակառուներին։ Ոչ բոլորին, թոշակի տարիքը 63-ն է։ Կառավարությունն ամբողջությամբ կսուբսիդավորի 65 եւ բարձր տարիքի մարդկանց ապահովագրավճարները։ Շատ է գնում, դուք ես խոստացել, չեք արել, այն չեք արել։ Կներեք, մենք խոստացել ենք, որ առողջապահության ապահովագրություն լինելու է, բայց չենք խոստացել, որ թոշակառուն դրա համար չի վճարելու։ Ու ընդհանրապես հերիք է տանը նստեք թոշակառուներ։ Որովհետև հարգելի գործընկերներ, 21-րդ դարում 63-ը ինչ տարիք է, ով կարա ասի։ 65-ը ինչ տարիք է, 70-ը ինչ տարիք է, 75-ը ինչ տարիք է։
Բիզնես դրեք, թոշակառուներ, ասում է Փաշինյանը, որ արդեն հանձնարարել է իր կաբինետին տնտեսական աջակցության ծրագրեր մշակել 63 եւ ավելի տարիքի մարդկանց համար։ Մենք պետք է այդ բանը, այդ մտածողությունից էլ դուրս գանք, որ թոշակառու վերջ ավարտվեց, ոչ 63 տարեկանում կյանքը չի ավարտում, 63 տարեկանում կյանքը սկսում է։ Կյանք, որ Հայաստանում ըստ իշխանության աննախադեպ ուրախ է։ Ըստ ընդդիմության գլուխ բռնելու աստիճան քաոսային։ Աջակցություն էր խոստացվել։ Ախ այդ ընդդիմադիրներն իրենց հիշեցումներով։ Վարչապետը ընդամենը 1 օր հետո փոշմանել է կուսակցական էթիկայի կանոնագիրք մշակելու համար։ Քաղաքական թիվ 1 ամբիոնից ելույթ ունենալիս լեզուն հաճախ է կծում։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։